Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը եւ մենք ունենք հրաշալի հյուրեր, մայր եւ դուստր, ովքեր կիսում են ոչ միայն ընտանեկան կապը, այլև արվեստի հանդեպ իրենց սերը։ Այո, մեր հյուրերն են Մարի Կիրակոսյանը եւ Լինա Օսիպյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Բարի քաղցր։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Շաբաթ կիրակիները սիրում եք տանը, թե Եթե տանն ենք լինում, սիրում ենք։ Եթե տանն ենք լինում, աշխատանքային են ամեն դեպքում։ Այո։ Դե առհասարակ Կիրակի օրը կարծես ընդունված է, չէ՞, բոլորի մոտ ընտանեկան, պարտադիր տանը մնալու, հանգիստը վայելելու ընտանեկան օրը հայտարարված, հնարավորինս աշխատում ենք մնալ դրա մեջ։ Իսկ ով է ավելի վաղ արթնանում։ Երևի թե կախված գրաֆիկից, հիմնականում ըստ վերջին շրջանում արդեն մաման, իսկ դասերի բերումով, երբ որ ինձ մոտ դեռ արդեն դասեր շրջան է, ավելի շատ ես։ Բայց կապ չունի, որ վաղ արթնանում եմ, մեկ է բոլոր տեղերից ուշանում եմ, այդ ուշանալու սինդրոմը միշտ կա։ Պարտադիր։ Սիրում եք մարդկանց սպասեցնել։ Մի փոքր։ Հաճելի է, դե ինձ թվում է։ Հաճելի է, իհարկե կնոջը միշտ էլ հաճելի է սպասել։ Իսկ դուք սպասել սիրում եք։ Ես կարող եմ ասել, որ չի սիրում եւ չի սպասում։ Շատ լավ, գնանք ավելի ստեղծագործական կյանք, հասկանանք ինչ նորություններ կան եւ մինչեւ եթերը մենք արդեն զրուցում էինք ձեր հայտնի երգի աննախադեպ թվերի մասին եւ հասկացանք, որ YouTube-ում արդեն 13 միլիոնի է հասել։ Հա, խոսքը սրտի լարերով երգի մասին, այո։ Հա, իսկապես սրտի լարերը կարելի է ասել դա իմ կյանքի ճանաչողական իսկապես փառքներ, դա իմ այցեքարտներ, կարելի է ասել ինքը բացի այն, որ ասենք իմ YouTube-ի այդպես հա ստուդիայում ինքը ունեցավ 13 միլիոն դիտում, կողքից էլ առանձին շատ միլիոնավոր դիտումներ առանձին նորից ինքը ունեցել է, բայց սրտի լարերը, հա, իսկապես դա հոգուց բխված, այսպես ես չեմ ասում, էլի չեմ խոսում որպես ինքը կոմերցիոն երգ, դա պարզապես իմ կյանքի, այսպես ասեմ, հեղափոխություններ, մեգահիտը եւ իմ ճանաչողական փառքը։ Իսկ սպասում եք, որ տենց արձագանք կգտնի։ Եթե անկեղծ ունեի այդպիսի ներքին ինչ-որ ձայն կար, այդպես ունի չէ մարդը իր ներսում մղում ունի, ներքին մղումով մի տեսակ շատ լավ բանի սպասում էի։ Իսկ դուք մտածում եք, որ երգը նման հաջողություն կունենա։ Եթե անկեղծ չէ, ու տնտեն ամենապիկ շրջանում էլ, որ անգամ փողոցում երբ դուրս է գալիս քայլելու ամեն մեքենաների մեջ եւ որնեղ խանութներում այդ երգներ, ես համ նախքան այդ էի շատ լսել այդ երգը տանը նախքան դեռ հրապարակվել է, ու ոնց որ անընդհատ այդ երգը կար իմ կյանքում, ես արդեն հոգնել էի մի քիչ այդ երգից, դեռ ուզում էի գոնե դրսում դա չլիներ։ Բայց բնականաբար շատ ուրախ եմ, որ անկեղծ աշխատանքը, այսպես ասած, գնահատվեց նաև տենց մեծ մասշտաբներով մարդկանց մոտ։ Դե ես առաջարկում եմ անմասն չմնանք այս պահին եւ առաջարկենք մեր հեռուստադիտողին այս առավոտ եւս մեկ անգամ վայելելու հենց այդ երգը, հետո արդեն վերադառնանք ու խոսենք նոր աշխատանքների մասին։ Դու հենց եկար իմ կյանք, ասացիր սիրտը իմ քեզ մոտ է միայն տակ, որ սիրտդ լավ գիտի, ոնց գտնես ճանապարհն ես աղջկա սրտի, դու ասացիր հոգիս, թող բռնեմ ձեռքը քո ու սեղմեմ ես կարծքից, նոր կյանք ես ինձ տալու, քո գրկից ոչ մի օր հեռու չեմ գնալու, սիրտը իմ կապեցիր քո սրտին լարերով, լարերով, պետք չեկավ սեր խոսել, սեր պատմել բառերով, բառերով, քեզանով որը իմ սկսվում է վերջանում, թե ոնց է սիրտը իմ առանց քեզ խեղճանում, սիրտը իմ կապեցիր քո սրտին լարերով, լարերով, ու էլի սեր խոսել, սեր պատմել բառերով, բառերով, քեզանով որը իմ սկսվում է վերջանում, թե ոնց է սիրտը իմ առանց
առանց քեզ խիղճանում Լսեցի սրտիս նոր աշխարհ կար արդեն հնարված երկուսիս ու ինձ էլ ինչ է պետք որ կեսեմ թե գիշեր թե ցերեկս քեզ կանչիր ինձ բարի որ ինձ գամ սերքու տեր աշխարհի Աշխարից վերանամ, խենթանամ, մոնեմ ես Սիրտը իմ կապեցիր քո սրտին լարերով Պետք չեկավ սեր խոսել, սեր պատմել բարերով Քեզանով որը իմ սկսվում է վերջանում Թե ոնց է սիրտը իմ առանց քեզ խիղճանում Սիրտը իմ կապեցիր քո սրտին լարերով Խելքը իմ դու տարար քո քաղցր պաչերով Մի կյանքը քիչ է մեզ էր ապրենք դարերով Սեր պատմել բարերով Քեզանով որը իմ սկսվում է վերջանում Թե ոնց է սիրտը իմ առանց քեզ խիղճանում Սիրտը իմ կապեցիր լարերով Պետք չեկավ սեր խոսել, սեր պատմել բարերով Քեզանով որը իմ սկսվում է վերջանում Թե ոնց է սիրտը իմ առանց քեզ Գրանցվեց 13 միլիոն, չգիտեմ քանի 100,000 ու 1 Դա մենք ենք, որ նոր դիտեցինք Ամեն մի հետևում եք այսպես ակտիվորեն Այ, ավելացավ, Որտեղ ընգրում ես ազարտի մեջ Ուսուցում ես արդեն հետևել Իհարկե, դա էլ է շատ մեզ ոգևորում ինչ առումով, որ ուրախանում ես, որ թեկուզ մեկ դիտումը քո լսարանը դա մեկ դիտումը արդեն իսկ ինձ համար հզոր է թվում, այսպես ասեմ։ Իսկ կոմենտները, ներողություն։ Կոմենտներին նայում եք։ Հա, պարտադիր նայում եմ, ճիշտն ասած, գրեթե վատ կոմենտներ գրեթե չեն եղել, շատ հազվադեպ, հիմնականում սիրվել է ու այդ ամեն ինչը ինձ շատ ոգևորեց, շատ պարտավորեցրեց, նույնիսկ այդ փոքր ինչ-որ չնչին դե քանի որ երգի մեջ ասենք Կակաջան Ռաջաբովնա հենց գիտարային գործիքավորումը, երգի գործիքավորումը իդեպ արել է Կակաջան Ռաջաբովը, Կարեն, ասպես հակագծերում, հա, իրեն ինչպես ճանաչում են, ու քանի որ ինքը ազգությամբ մի տեսակ չգիտեմ, այնտեղ կոմենտարյաններ հնչե որ ինքը ազգությամբ հայ չի, դե գիտեք մեր հայկական, ասենք այդպես քննադատող ինչ-որ անկյունից ինչ-որ մի երկու կոմենտներ էին այդպես հնչել, բայց հիմնականում սիրվել է, շատ կարծեմ 2-3 հազարից ավել այդտեղ կոմենտարյաններ կա ու ես շնորհակալ եմ բոլորին, նույնիսկ այդ բոլոր վատ կոմենտարյանների համար իսկապես բոլորից շնորհակալ եմ։ Ինձ թվում է դա էլ է պետք երևի։ Դե ոնց որ առանց դրա չի լինի։ Հա, իհարկե, շինց ու արհեստական կլինի ինչ-որ առումով։
Հիմա հասկանանք ձեր նախասիրությունները ժառանգաբար փոխանցված ինչքանով կան, ինչ ուղով եք ընթանում, որտեղ եք սովորում եւ երգի նկատմամբ որքանով է մեծ հետաքրքրությունը։ Նախասիրությունների առումով կստեմ, որ ասեմ, մեր նախասիրությունները համընկնում են, որովհետև եւ ճաշակի եւ երաժշտական ճաշակի առումով բավականաչափ տարբեր են ես ու մամաս, բայց ամեն դեպքում չնայած այդ տարբեր լինելուն, միևնույնն է փորձում եմ, այսպես ասած, ամեն ձև աջակցել իրան, որովհետև տեսնում թե ինչքան ինքը սիրում իր աշխատանքը, ինչքան սիրով այդ ամեն ինչ անում ու գործնական ու տեխնիկական մասով այսպես ասած, ինչը որ ինձնից կախված է, փորձում եմ մաքսիմալ անել ու այն կոմունիկացիան, որ ինքը չի ցանկանում պահել հենց ուղիղ իր թե հետևորդների հետ, թե այսպես ասած պատվիրատուների հետ, փորձում այդ հարցում ես ինքս իրեն օգնեմ։ Ադմինիստրատիվ աշխատանք ավելի շատ վերցրեք ձեր վրա։ Իսկ բողոքի որ չեմ վճարում իրեն, միանշանակ։ Այդպես իսկ սովորելու առումով դրա հետ մեկտեղ իհարկե համ սովորում եմ, համ աշխատում եմ, աշխատել ավելի շատ ֆրիլանս տարբերակով, իսկ սովորելը արկա եւ туриզմում, ինչը էլի շատ հետաքրքիր է ու ինձ թվում է մամային էլ հետաքրքիր, որ այս туриզմում եմ սովորում, դե ինձ հետ հավասար ճամփորդում է, որտեղ էլ որ նաեւ իր տեսահոլովակների որոշ մասերն են Լոնդոնում ինքն է նկարել իմ տեսահոլովակը։ Օհո։ Այո։ Բազմակողմանի, բազմապրոֆիլային ընտանեկան եւ բիզնես հարաբերությունների մեջ Համադրություն կա։ Այո, իսկ ճանապարհորդելու առումով համընկնում են ճաշակները, այսինքն միևնույն երկրները Չէ, էլի չէ։ ինքը ավելի շատ пассив հանգիստ է սիրում եւ ակտիվ հանգիստ։ ես ավելի ակտիվ, տենց անընդհատ շարժման մեջ նոր բաներ բացահայտել։ Մաման ուղղակի ծով, արև եւ Բայց երբեք առանց իրա չեմ ճամփորդել անգեղծ։ Հետաքրքիր է։ Երբ որ մի աշխատանքը գրանցում է շատ մեծ հաջողություն, ակնկալվում է, որ հաջորդն էլ պիտի լինի այդ սանդղակի վրա կամ ավելի բարձր, հա։ Հաջորդիվ ինչ աշխատանքներ կա, որոնք արդեն process-ի մեջ են կամ որոնք արդեն հանձնվել են հանդիսատեսին։ Դե ես արդեն ճիշտն ասած մոտ 10 եւ ավել հեղինակային արդեն երգեր ունեմ եւ բառերը եւ երաժշտությունը օրինակ կոնկրետ սրտի լարերի հա գրանցված այդ հաջողությունից հետո այսպես ինձ մոտ հաջորդը այսպես հետաքրքիր դուետ եղավ Սոսո Պավլիաշվիլիի հետ երգը նորից ես եմ գրել ուղարկեցինք Սոսոին ինքը ճիշտն ասած երգը լսեց շատ հավանեց այսպես ու մեծ սիրով ցանկությամբ այսպես դուետը միասին երգեցինք այո Հետո դրանից հետո էլի նորից տարբեր երգեր Լոնդոնում նկարահանված երգնել, որ աղջիկս է նկարել, դա էլ բավականին մեծ հաջողություն ունի, լսելի է, շատ-շատ տեղերից եմ իսկապես լսում, շատ-շատ էլի կոմենտարաներ եւ այլն, այդպես բայց այսպիսի մի բան կա, մարդու ինձ թվում է մարդու հետ հիթային ժամը երևի մեկ անգամ է լինում իմ կարծիքով որտեվ առաջին անգամ այն ինչը որ ես զգացել եմ ասենք այդ սրտի լարերը իսկապես դա մեգա հիթ էր այսպես ասեմ որտեվ աշխարհի բոլոր ծայրամասերից բոլորը արձագանքել են բոլորի կողմից ինչ որ կոմենտներ արձագանքներ մենակ լավ չգիտեմ էներգիաներ այսպես բայց դրանից հետո արդեն մնացած երգերը Երևի յուրաքանչյուրը արդեն իր տեղում, այսպես արդեն նայած լսարանը, ով իրեն որ երգի մեջ ինչպես է վերագտնում, չէ, այսպես է հիմնականում։ Ունենք տեսահոլովակ նույնիսկ նոր։ Այո, ունենք նոր տեսահոլովակ, տեսահոլովակի ռեժիսորը մեր Վահե Հարությունյանն է, շատ հետաքրքիր միասին աշխատեցինք ու արխիվում էլի սպասվում է, նորից էլի նոր հետաքրքիր է պրոյեկտ ունենք, երգ ունենք, այս տեսահոլովակը Վահեի հետ ենք, միասին ենք աշխատել։ Երգի հեղինակը կրկին դուք եք։ Հա, ես եմ։ Ձեր բոլոր երգերի։ Բոլոր երգերի եւ բառերը եւ երաժշտությունը ես եմ։ Ձերն է։ Դե, ես առաջարկում դիտենք նաեւ նոր երգ, նոր տեսահոլովակ ու պրեմիերա մեր հաղորդման համար։ Վարդերին սպասելով Մարի Կիրակոսյան։
նալսի ու սիրտը չի գտել ելքը ուր գնա ուր սպասի եղել է որ կորսնես հանգիստը ու գտնես հանգիստ իր կողքին նա ասի քեզ վաղը ես կսպասեմ էլի էստեղ էլի նույն ժամին Ես այն օրը որ սիրտս դու վայրի դարձնելով որն ասեմ ու թողնեմ որը գնացի որտեղից քչելеш մեր սիրո առաջին կամին բայց սիրտս քեզ մեկը սպասում էր մեր տեղը մեր նույն ժամին Սրտի պորտեզում իմ անունով վարդեր կան արդեն իրական է սա թե երազում վայրի կամուց ծածկեմ չջարդվեն երանի չասեր ինձ դու իմ թանկս քեզնից բացի ինչ աշխարհ իմ կյանքս թեկուզ հեռուներից սիրո քամին թող բերի մեզ էստեղ մեր նույն ժամին Մանացի ես այդ օրը որ սիրտս դու վայրի դարձնելով որն ասեմ ու թողնեմ որը գնացի որտեղից քչել էր մեր սիրո առաջին կամին բայց սիրտս քեզ մեկը սպասել էր մեր տեղը մեր նույն ժամին միլիոն վարդեր Սիրտը շիների գուցե մի դա մի քանի հազար տարի մեկ հասկացածս որը էլ հետ չես բերի հետ չես բերի մեր սրտերն առած իրար չեն կարող երկու քաղցր սիրտ որ ամեն ինչ են կարող այդ սիրտս նույն տեղը նույն ժամին մնաց անկարող Ես այդ օրը որ սիրտս դու վայրի դարձնելով որն ասեմ ու թողնեմ որը գնացի որտեղից քչել էր մեր սիրո առաջին կամին բայց սիրտս քեզ մեկը սպասում էր մեր տեղը մեր նույն ժամին բայց սիրտս քեզ մեկը սպասում էր մեր տեղը մեր նույն ժամին Անի շնորհավորում ենք իսկ վարդերի հաճախ եք սպասում սիրում եք վարդեր Հա շատ եմ ես ծաղիկներ սիրում եմ շատ Տանը ունեք ինքը շատ է նեղվում ամեն անգամ մեր տանը կռիվա որ այդ վարդերը հետո ովա տանելու թափելու Անդադ վարդեր են գալիս այդպես Իսկ ո՞վ է թափում Ի վերջո կռվելով երկուսով հիմնականում այդպես Դե ով ստանում է թող ինքնա թափի վերջո Բայց ինձ թվում է էդի ցանկացած աղջիկա ցանկացած կնոջ կյանքում պարտադիր գոնե կխափեն որ ասեն որ գոնե մինիմումը մի անգամ այդպիսի բան չի եղել որ սպասեն չէ ինչ որ վարդեր Դա պետք է սպասել միշտ պարտադիր Եվ պետք է սպասումներն իրականացվեն Հնարավոր է չեն ուղարկում հնարավոր է ուղարկում են բայց այս երգը հա այդպես ստացվեց Իսկ ձեզ մոտ ով է ավելի շատ խորհրդատու Ես կարծում եմ հա ձեզ մոտ հակառակն է ինչքան որ հասցրեցի ճանաչել այս հարցազրույցի ընթացքում Այդ ինձ թվում է նաև կախված է նրանից թե ով ավելի շատ կարիք ունենում խորհուրդ լսելու որովհետև քանի որ մաման ավելի ակտիվ գործունեություն է ծավալում իր թե հագուստը թե կերպարները տենց միշտ կողքի աչքով պետք է ինչ-որ մի կարծիք դու հանձնես այդ դեպքում ոնց որ ես ավելի լավ եմ կողքի աչքով իրեն ասում օրինակ սա սրա հետ ավելի լավ կլիներ ես մեկ հետ ավելի լավ կլիներ
ու այդպես է ստացվում, որ Իսկ ես։ լինում է որ մաման ինչ-որ բան շատ է ուզում, բայց դու կատեգորիկ դեմ եք, որ ինքը դա կրի։ Շատ։ Ով է հաղթում։ Առաջ ավելի շատ։ Իսկ ով է հաղթում այդ Ճիշտ կռվին։ ազան։ Դե 50 էլի իրար սիջելով հաղթում ենք։ Ժամանակը գիտի, հա, մեծ։ Մենք իրականում շատ տարբեր ենք։ Ես ուրիշ անկյունից եմ էլի նայում ինքը մի տեսակ ուրիշ համ նման ենք, համ տարբեր ենք։ Ինչով եք նման, որովհետև միայն խոսեցինք տարբերությունների մասին։ Որ ինչով ենք նման, ինձ թվում է մեր բարությամբ, երկուսս էլ բարի ենք։ Հա, միանշանակ, բայց բնավորությունների մեջ այդպես ահռելի տարբերություն էլ կա։ Ես դա զգում եմ, հա։ Բայց հարաբերությունները ներդաշնակ են ավելի։ Հա, ավելի շատ ընկերական են, ոչ թե տենց սուբորդինացիա մամա եւ աղջիկ, այլ ավելի Գաղտնիքներեք շատ։ եք մամայի հետ։ Հա, ամենաառաջինը ասեմ ավելի տենց միշտ ինքն է անում, հետո նա։ Ինքը Ստացվել է, իմ ընկերն է, միանշանակ իմ ամենահավատարիմն է, իմ մտերիմն է, իմ առաջի լսողն է, իմ առաջի դատողն է։ Հա, այսպես։ Եղել է այնպես որ առավոտյան արտանակ ինչ որ բան պիտի հագնեք ու տեսնեք չկա, Լինան հագել գնացել է։ Վայ, Շատ սխալ թեմա բացեցի։ Էդի ճիշտ ասած իմ ցավոտ թեման է, անկեղծ դա իմ ցավոտ թեման է։ Ուղղակի հակառակն է լինում, ես ամառ չեմ սիրում իմ իրերով կիսվեմ, իսկ մաման շատ է սիրում իմ իրերը կրել։ Ինքը շատ սեփականատեր է։ Ստիպված մենք ամեն Նոր ինչից սերունդ ունենում այդպես։ ենք երկու հատ, որ կռիվ չանենք, որովհետև ես կատեգորիկ դեմ եմ։ Ես նախկինում ամեն ինչից 2 էի առնում, իսկ հիմա կատեգորիկ փոխել եմ արդեն իմ դիրքորոշումը, որովհետև հասկացա, որ ես շատ մեծ սխալ եմ թույլ տալիս, որ վինից 2 հատ առնում եմ, էլի, համ ֆինանսապես եմ տուժվում, արդեն իհարկե բյուջեն Բայց հաշվի առնենք, որ այն չեք վճարում եւ ինքը այդքան շատ աշխատանք է կատարում, կարող եք Սրտից խոսվեց։ իր վճարելը գիտեք ինչպես է։ սերնդի կարող Օրինակ հիմա ինքը Լոնդոնի երգը, որ նկարել։ դե ես իրեն ուղեկցեցի, որ այնտեղ Լոնդոնի տեսահոլովակը նկարեց, ինքը Լոնդոնի փոխարեն որպես այդպեսին ինքը գումար չի ուզել, բայց ինձանից Նյու Յորքի տոմս է ուզել։ Ուրիշ ձև այդ ամենի կոմպենսացիա։ որ գնալու եք։ Հուսանք այո։ Բայց արդար է ժողովուրդ ջան։ Դե ամեն դեպքում եւս մի առիթ, որպեսզի լավ պահերը ֆիքսեք, որովհետեւ շատ կարեւոր է հա մեր կյանքում, որ շատ լավ պահեր են լինում, իսկ լավ պահերը ֆիքսեք Զանգուի հետ միասին Վեդի ալկոյի կողմից կարմիր անապակ գինին ճիշտ հենց լավ պահերը ֆիքսելու եւ նշելու համար է։ Սա ձեզ կարծում եմ հարմար առիթներ հաստատ կան այդ շիշը բացելու համար եւ սպասենք հաջորդիվ արդեն նոր գործերի, նոր աշխատանքների, որն էլ մենք սիրով կլուսաբանենք։ Շնորհակալություն։ Սիրով։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Դե, կարճ դադար։ Հետո վերադառնանք ու շարունակենք մեր առավոտը։